Սերն մեր Տեր ու Փրկիչ Աստծո Հիսուս Քրիստոսի խաղաղությունը թող լինի ձեզանից ամեն մեկի հետ, որ սիրեցիք մեր Փրկչի Հիսուսի մեր Աստծո հայտնվելը։ Տերը օրհնի ձեզ, Տերը լցնի ձեզ իր ճշմարտության խոսքով։ Խնդրում եմ, որ ձեր սիրտը, ձեր ականջները տաք Տիրոջ Սուրբ Հոգուն եւ Տիրոջ ճշմարտության խոսքին լսելու, ըմբռնելու եւ հաստատվելու համար։ Այն ինչ որ Տիրոջ հոգուց է, Տիրոջ խոսքից է, ճշմարտությունից է, նա մեզ ազատ անում։ Երբ որ մենք սովորում ու որոշում ենք կայացնում հնազանդվել Աստծո խոսքի ճշմարտությանը Սուրբ Հոգով, այդ խոսքը մեզ Սուրբ Հոգով մաքրում է։ Դրա համար թող Տերը օրհնի ձեզ։ Կուզենամ բաժնեկից լինել ձեզ հետ Աստծո ճշմարտության ու հայտնության խոսքից Գործք առաքելոց 13-րդ գլուխ կկարդամ 6 համարից։ Խնդրում եմ ուշադիր եղեք, Տերը օրհնի ձեզ։ Ման եկան կղզին միջև Պափոս եւ մի մոգ գտան սուտ մարգարե հրյա, որի անունը Բարեհեսու էր, որ փոխնորդ բդեշխ Սերգիոս Պողոսի իմաստուն մարդի հետ էր։ Սա Բարնաբասի եւ Պողոսին իր մոտ կանչելով ուզում էր, որ Աստծո խոսքը լսե, բայց նրան հակառակ կացավ Եղիմաս մոգը, որովհետև այսպես էր թարգմանվում նրա անունը։ Սա ուզում էր փոխնորդ բդեշխին հավատքից փոխել։ Բայց Սողոսը, որ Պողոս էր Սուրբ Հոգով լցված, մտիկ տվավ նրան եւ ասեց. Ով ամեն խաբեությունով եւ ամեն խորամանկությունով լցված սատանայի որդի, ամեն արդարության թշնամի, դու չես դադարում Տիրոջ ուղիղ ճանապարհները ծռելուց։ Եվ հիմա ահա Տիրոջ ձեռքը քեզ վրա է, եւ կույր կլինես, որ չտեսնես արեգակը միջև մի ժամանակ։ Եվ իսկույն մութ եւ խավար ընկավ նրա վրա, եւ ման գալով ձեռք բռնող մարդիկ էր որոնում։ Այն ժամանակ փոխնորդ բդեշխը, երբ որ տեսավ այդ եղածը, հավատաց եւ Տիրոջ վարդապետության վրա զարմացավ։ Այսօր շատ թույլ պատկերացում ունենք, այսօր շատ թույլ հասկացողություն, ըմբռնողություն ունենք, ինչ կապված է Աստծո խոսքի ճշմարտության հետ եւ կախարդության ազդեցությունը, որ գալիս է մարդկանց կյանքում հեռու պահելով, որ դրանք չկարողանան լսեն ճշմարտությունը։ Այսօր շատ մարդիկ լսել եմ տարատեսակ, սա չեմ ասում հիմնական խնդիրն է, բայց սա պատճառը շատ լուրջ, երբ որ մարդ ասում է կարդում եմ Աստվածաշունչը, ուզում եմ լցվեմ, բայց չեմ հասկանում եղբայր, ինչն է պատճառը։ Շատ անգամ մենք շատ առանց ապաշխարել շատ կախարդություններից, որ մենք եղել ենք դրանց մեջ, մենք բռնված ենք եղել, մեր տատիներից, չգիտեմ, պապիներից, չգիտեմ, նախնիներից, չգիտեմ, ծնողներից, ինչ-որ կախարդության ազդեցություններ թուղթու գրել, բախտագուշակներ կարդ նայել, չգիտեմ, մոմ թափել, այդում են տերտերի գերեզմանը շիշն ջարդում, որ վախ բռնվի, չգիտեմ, մայետնիկներ պահեմ, թող ճնշումս եմ չափում ոսկիով, չգիտեմ, սեռն եմ որոշում տանել բերելով, տարատեսակ տարապ, ատամ հատիկներին եմ հետևում, չգիտեմ, ես իմիշ գուշակություններ եմ անում, իմ երեխան պետք է, սա գուշակությունների կարելի է ասել է ցանկը այնքան շատ է, մեր երկրում տարապ է կախարդության։ Առաջին բանը, ցանկացած հավատացյալ պետք է սովորի Տիրոջից ներողություն խնդրել իր կատարած կախարդությունների համար, Հիսուսի զորավոր ու սուրբ անունով։ Դուք պետք է պատասխանատվություն կրեք ու գաք Տիրոջ առաջ, այն քո խոսքերով կարդանաս, ասում քո խոսքերով կդատապարտվես, որպեսզի դու սովորես, Տեր, այո, ես եղել եմ այդ կախարդության մեջ ու ես հարատևել եմ դրա մեջ, ես ցանկացել եմ դա, հորոսկոպներ կլին, զոդիակներ կլինեն, չգիտեմ, սուտ կեղծ կրոններ կլինեն, դրանք կլինեն մուսուլմանական, բուդդիստական, մանավանդ այս վերջում ծանոթացան, որ մեր Հայաստանում բուդդիստական, այդ կռապաշտական այդ կրոնը, սուտ կեղծ կրոնը մի քիչ սկզբից ինքը գեղեցիկ ֆոն է ստեղծում, որ դա ուղղակի վարժություններ են, շատ թեթև, լավ, հարմար, մեր մարմնի համար առողջ վարժություններ են, բայց դա ոչ թե միայն վարժություններ են, այլ դիվային ծես, որ մատուցվում է այդ ոգիներին, այդ պիղծ ու չար ոգիներին։ Ու ես տեսնում եմ, որ դա շատացել է Հայաստանում, այդ բուդդիստական պաշտամունքին հետևողներ, բուդդիստական կրոնին, ու այդ բուդդիստական, չգիտեմ, մի քիչ սկզբից ներխուժում են նրանք ուղղակի մարմնի վարժությունների տեսքով, բայց տանելով ավելի խորը երկրպագության իրանց պիղծ ու չար ոգիներին, այդ մեդիտացիաներով նստի, ուղեղը տանջատի, չգիտեմ ես ինչ արա, կտրվի այս աշխարհից պրոստո,
Ես ասում եմ, մեր Տերը մեզ ասել է արթուն եղեք ու աղոթք արեք։ Եթե դու դրան չես հետևում, իմացի դուռ ես արդեն բացում հոգևոր դաշտում։ Մեզ ամեն ժամանակ արթուն ա լինել։ Արթուն եւ զարթուն։ Ամբողջ Աստվածաշունչը մեզ կարտում է արթուն լինելու մեջ։ Իսկ ինչ անում մեդիտացիան։ Պրոստո նստի, իրանց ձևերով պրոստո ուղեղը տանջատի, ոչ մի բանի մասին մի մտածի, ու այդ ժամանակ կակրած դարպասները բացվում է հոգևոր դաշտում պիղծ ոգիները այցի են գալի։ Մեր Տերը տենց բան չի ասում մեզ։ Ուղեղդ կանջատես։ Այո, մենք վստահում ենք մեր Աստծուն, բայց մենք չենք նստում մեդիտացիայով զբաղվում, որ ուղեղները սանջատենք, ոչ մի բանի մասին չմտածենք, ուղղակի փորձենք ինչ-որ մի բան։ Խնդրում եմ ձեզ ուշադիր եղեք այս տեսակ կախարդական կրոնների, որտեղ դրանք կախարդության ոգու ազդեցություն են։ Շատ մարդիկ շարունակում են այդ մարմնավ մարզությունները անեն, որ այդ բուդդիստական կրոնից եկած է, բուդդիստներից եկած է, դրանք էլ ամեն նրանց շարժումը, դրանք էլ է երկրպագություն իրանց ոգիներին հետ։ Դրա համար սա начальный этап է, սկզբնական этап է մարդկանց ներգրավելու։ Այսօր մարդիկ ասում են մենք չենք կարողանում։ Խնդրում եմ ձեզ պատասխանատվություն կրեք, Հիսուսից ներողություն խնդրեք բոլոր այն կախարդությունների համար, որ դուք կատարել եք ձեր կյանքում։ Պրոստո ասեք, Տեր, ես ապաշխարում եմ կախարդներին, կախարդություններին հետևելու, անելու, կատարելու, չգիտեմ, դրանց համար։ Իրապես խնդրեք զղջացեք Տիրոջ առաջ եւ այն ինչ էլ որ ունեք ձեր տներում գրքեր, չգիտեմ, ինչ-որ մի բաներ, որ նմանության կախարդություններ են դրանք էլ վառեք։ Հիշեք Աստվածաշնչի մեջ այդ տեղը, որ երբ որ Աստծո խոսքը ընդունին, ոչ թե միայն հեռացան այդ պիղծ ուսմունքներից, այլ նաեւ ինչ որ ունեին իրանք բերին ու վառեին։ Սա Գործ Առաքելոցի մեջ է նույն ձև գրված։ Այդ դաժե արժեքն է գրած, ինչքան կախարդության այդ տրված предметներ կային, էլի предметի, այդ ինչ որ իրեր կային, որ այդ կախարդության հետ էր պատկանում։ Դրա համար դրանք էլ հեռացրեք ձեր տնից։ Վառեք, շպրտեք, թողեք այդ դուք գիտեք, որ դրանք կախարդության հետևանքներ են, կամ կախարդության համար դուռ են բացում։ Բայց սա первый этап։ Կա կախարդության թաքնված կողմ, որ ելը խանգարում է ճշմարտությունը, որ ես հիմա կարդամ նույն Գործք Առաքելոցի 16-րդ գլուխը, խնդրում եմ Հիսուսին, որ օրհնի ինձ, ձեզ ու ավելի ուշադրությամբ լինեք, լսեք, որ ըմբռնեք Աստծո խոսքը։ Մի ուրիշ թաքնված տեսակ կա կախարդության, որ շատ հավատացյալների կյանքում դեռ շարունակում է ազդեցություն բերել։ Սա 16 գլխի Գործք Առաքելոցներից 16 համարից եմ կարդում։ Եղավ, որ մենք աղոթքի գնալիս մի աղախին պատահեց մեզ, որ հարցուկ ոգի ուներ, ռուսերենով ասում է դուխ պրարիցանիա։ Հարցուկ ոգի ուներ, որ կախարդությունով իր տերերին շատ շահեր բերում։ Սա Պողոսի եւ մեր ետևից ընկած աղաղակում էր եւ ասում. այս մարդիկ բարձրալ Աստծո ծառաներն են, որ ձեզ պատմում են փրկության ճանապարհը։ Եվ շատ օրեր այս բանը անում էր, Պողոսն էլ զայրացավ, դարձավ եւ ասեց այդ ոգուն. Հիսուս Քրիստոսի անունով պատվիրում եմ քեզ, դուրս եկ դրանից։ Ալելույա Տեր։ Եվ նույն ժամում դուրս եկավ։ Սա էլ չեմ շարունակում, ուղղակի պրոստո իմացության տալի թաքնված կախարդության ազդեցությունը, որ միջև այսօր շատ հավատացյալների կյանքում սա գործում է։ Սա գործում է։ Մանավանդ այն հավատացյալներ, ում սիրտը վիրավորված է, ում սիրտը վիրավորանք ունի։ Շատերը իմ սիրելի քույրերի սա, վերաբերում շատ առնչվել եմ։ Սա չեմ ասում, որ տղամարդիկ չեն գտնվում այս ազդեցության տակ։ Միանշանակ գտնվում են նաև տղամարդիկ։ Վիրավորված սիրտը, քանի որ կինը Աստվածաշնչով նա նուրբ անոթ է համարվում, դրա համար շատ արագ է կնոջ կյանքում այդ վիրավորանքը տեղ զբաղեցնում։ Նորից եմ կրկնում, սա չի նշանակում, որ տղամարդիկ դա չունեն։ Ուղղակի քանի որ կինը նուրբ անոթ է, կամ թույլ անոթ է, կամ միգուցե տկար անոթ է, որտում շատ հեշտ է վիրավորանք հասնել։ Ու վիրավորանքը սա ամենահեշտ դռներից մեկն է, որ մարդկանց կյանքում բացվում է, որտեղ կախարդություն իրան ավելի ազատ է զգում, որտեղ կախարդության ազդեցությունը ավելի հարմարավետ է իրան զգում։ Հիմա տեսեք, խնդրում եմ ձեզ։ Հարցուկ ոգին ինքը մարդիկ աղոթում են, աղոթքի կյանք են ուզում անել, բայց քո աղոթքի ժամանակ դու մտածում ես, օրինակ եմ բերում, քո ամուսնու մասին, որ մի 5 տարի առաջ միգուցե քո ամուսինը քեզ դավաճանել է, միգուցե չեմ շղթում դրա մասին, բայց քո 5 տարի առաջվա միտքը թելադրում է քո այսօրվա
հարաբերությունդ քո ամուսնու հետ։ Ու դու միգուցե զանգում ես քո ամուսնուն, չի պատասխանում այդ րոպեին, զբաղված է, չգիտեմ, տարբեր հարցերի մի գնում։ Ու դու այդ ժամանակ սկսում ես մտածել, թե ինքը ինչ իրավիճակի մեջ է։ Ու դու սկսում ես ֆանտազիա անել իր մասին։ Դու այդ հարցուկ ոգին դու չես էլ նկատում ինքը ոնց է ազդեցություն բերում քո կյանքի վրա։ Ու դու արդեն տրամադրված ես քո ամուսնու դեմ ու արդեն դու մտածում ես, թե ինքը այս րոպեին ինչ է անում, ինչով է զբաղված։ Բայց ինքը քո մտածածի հետ ընդհանրապես կապ չունի։ Դրա մեջ չի ընդհանրապես, ուղղակի իր գործին է։ Հարմար չի եղել, մի 3 անգամ է զանգել, 10 անգամ է զանգել, չի պատասխանել։ Աշխատանքի վայրում ձայնն է շատ, չգիտեմ, ինչ որ հարցեր կարող է լինեն։ Հեռախոսն անջատվե, ինչ որ հարցեր կարան լինեն, բայց դու փոխանակ նրան, որ հավատքին ու տեղ չտաս ստի ու պիղծ այդ հարցուկ ոգիներին, դու նստած մտածում ես, ֆանտազիա ես անում ու ստանալ 5 տարի առաջվա դեպքը քեզ թարմացնում է, հիշեցնում է ու դու ավելի տրամադրված լցվում ես քո ամուսնու նկատմամբ։ Ու դու ֆանտազիա ես, նույնը քո երեխեքի նկատմամբ, նույնը կարա տղամարդ իր կնոջ նկատմամբ, այդ պիղծ ոգին կարա տղամարդուն էլ խապի հեշտությամբ, կնոջ հարցով տարատեսակ մտքեր բերի։ Գիտեք, ես դրա մասին մի անգամ ասել եմ, երբ որ Աստվածաշունչն ասում է Ադամն ու Եվան մերկ էին ու չէին ամացրում, հարցը միայն մարմնի մերկությունը չի, շատ կարևոր է, որ կինն ու տղամարդը իրանց մտքի մերկություն էլ ունենան իրաց առաջ, ոչ մի թաքնված բան չպահեն, տեղ մի տվեք սատանային, խնդրում եմ ձեզ, թույլ մի տվեք, որ նրանք ազդեցություն բերեն ձեր կյանքի վրա։ Խոսեք ձեր ամուսինների հետ, խոսեք ձեր կանանց հետ, ազատ եղեք, շփվեք իրանց հետ, շփվեք ինչ որ մի հարցեր կլինեն, որպեսզի դուք կարողանաք իրար հետ միասին միաբանված աղոթք անեք։ Գիտեք, առաջի Կորինթացիների 7-րդ գլխի մեջ, որ դուք կարդում եք 4-րդ 5 համարները, կտեսնես, որ այնտեղ Աստվածաշունչը կանչում է կնոջն ու տղամարդուն միաբան աղոթելու։ Եթե տունը իրան մեջ մեր Տերը ասեց Մատթեոս ավետարանի 12:25-ում, եթե չեմ սխալվում, շատ պարզևով մեր Տերն ասաց, եթե տուն իր մեջ բաժանված լինի, ինչպես կարող է կենալ։ Խնդրում եմ ձեզ, որ դուք ամուսիններ ուշադիր լինեք այդ հարցի մեջ։ Եթե իրար մեջ բաժանված լինի, մտքի մեջ արդեն կարա բաժանությունը սերմանված լինի։ Մտքի ոլորտում այդ հարցուկ ոգին, դա պիղծ ոգի է, որը շատերի մտքերով արդեն բաժանություն է բերել իրանց ընտանիքների մեջ։ Դուք կանայք արդեն տրամադրված եք ձեր ամուսինների նկատմամբ։ Միգուցե ամուսինները արդեն տրամադրված են իրանց կանանց նկատմամբ։ Սա հարցուկ ոգին է, կամ սա ասիմ ուղղակի ամուսինների հետ կապված, կամ դու վիրավորվածություն ես քո աշխատանքի տեղում ինչ-որ մի մարդուց, ու դու օր ու գիշեր, հիմա միգուցե լավ, օր ու գիշեր չէ, մի քանի ժամ օրվա մեջ տրամադրում ես, ու այդ միտքը անդադ քեզ կերակրում է, որ տվյալ մարդը քո մասին էս է մտածում, տվյալ մարդը քո մասին գնացել է էս է խոսում, տվյալ մարդը, ու դու կենտրոնացած, սա հարցուկ ոգին է քեզ օգտագործում։ Մի թույլ տուր, որ նա ֆանտազիայով լցնի քո միտքը, ու դու քեզ մեջ տրամադրություն նեգատիվ ստեղծի ուրիշի նկատմամբ։ Մի արա դա։ Իմացի, որ դա հարցուկ ոգին է, դա կախարդության ոգու ազդեցությունն է։ Մի դրա հետ շփվի, մի տեղիք տվեք, ամեն միտք գերի բռնեք հնազանդեցնելով Քրիստոսին։ Սա Սուրբ Գիրքն ասում 2 Կորինթացիներին 10:5 համարում։ Կարաք 4 ու 5 համարները կարդալ։ Ես ուզում եմ, որ դուք ուշադիր լինեք Աստծո խոսքի նկատմամբ, որ դուք հաստատվեք ճշմարտության մեջ։ Դու կանգնում ես աղոթքի կամ սկսում ես Աստծո խոսքը կարդալ ու քեզ տեղատարափ է լինում տարբեր մարդկանց մասին։ Դու Աստվածաշունչ ես կարդում, այդ քեզ համար չես կարդում այդ խոսքերը վերցնես։ Ասում ես, էսի մարդուն էս ինչի համար է պետք։ Բայց դու չես տեսնում, որ դա քո սրտի վիրավորանքի օգտվելով, քո սրտի թողած այդ վիրավորանքից օգտվում է այդ ոգին, որ դու Աստծո խոսքին դաժե վերաբերվում ես, որ մի խոսք ճարես, որ քո աբիջիկներին, չգիտեմ, քեզ վիրավորողներին կամ ինչ-որ քեզ ցավաստողներին Աստծո խոսքով մստից անես, այսինքն վրեժխնդիր լինես։ Դու դաժե քեզ չես կարդում, չի թողնում, որ դու կենտրոնանաս դաժե Աստծո խոսքի վրա, որ դու կարողանաս լցվես այդ ճշմարտությունով։ Սիրելի իմ քույր, իմ սիրելի աղբեր, ես խնդրում եմ քեզ հիմա, որ դու շիտակ լինես Հիսուսի առաջ, մեր Տիրոջ ու թույլ տաս Աստծո հոգին քեզ ազատի, որ դու իրապես ասես, Տեր, ես զղջում եմ այդ վիրավորանքի համար, որ իմ կնոջս, ամուսնուս, եղբորս, քրոջս, չգիտեմ, ծառայողի, չգիտեմ, ինչ որ այդ ձեր եկեղեցական ծառայողների, որտեղ դուք միգուցե հաճախում եք իր մասին կամ այդ գտնվող վայրում ինչ որ քրոջ կամ աղբոր նկատմամբ ունեցել եմ էս միտքը։
Շատ մարդկանց աղոթքներ լինում է կախարդությունից, որտեղ այդ հարցուկ ոգու ազդեցությունից են լինում։ Շատ մարդիկ աղոթում են ինչ-որ մեկի համար, ասում է, այս մարդը մոլորված է, դրա համար մենք աղոթում ենք իր համար։ Ու իրանց աղոթքները կախարդություն է, հարցուկ ոգով, ոչ թե սուրբ ոգով, այլ կախարդությունով լցված է լինում։ Որ դու ոչ թե Աստծո հոգու առաջնորդությամբ ես աղոթք անում, այլ դու մտքերից եկած սուտ կեղծ մտքերից առանց ճշտելու այդ ինֆորմացիան դա այդպես է թե չէ, դու դրա հիմքի վրա սկսում ես աղոթք անել։ Սրանք դառնում են կախարդական աղոթքներ։ Ես խնդրում եմ ձեզ թույլ մի տվեք այդ հարցուկ ոգին խանգարի քո աղոթքի եւ սուրբ գրքի հետ քո անցկացող ժամերը Հիսուս Քրիստոսի հետ։ Խանգարի ու քեզ հեռացնի ճշմարտություն ու հավատքից։ Ապաշխարեք վիրավորանքների համար, որտեղ դրանք համար առաջի դռներն են ու հարմար հողերն են այս տեսակ հարցուկ ոգիների համար։ Մարդիկ Աստվածաշունչ ասում է գլխիս տակ եմ դնում, այն մյուս ասում է առավոտները բացում եմ, հորոսկոպի պես եմ վերաբերում Աստվածաշնչին։ Բացեմ ձախ կողմը, գավ լավ, հեսա կարդամ։ Ձախ կողմը տենամ Աստված ինձ հետ ինչ ասում։ Ահա աջ կողմը ասես բացեմ գուշակության պես։ Սիրելիներ, դադարեցեք։ Ես չեմ ասում, որ Աստված չի խոսում իր խոսքի միջոցով մեզ հետ։ Խոսում է փառքը Հիսուսին։ Բայց եթե գուշակ դուք հորոսկոպի պես եք մոտենում Տիրոջ խոսքին։ Դրա համար դաժե դուք կարդում եք ու ինքը ձեր մեջ ոչ մի պտուղ չի բերում, շինություն չի բերում, որտեղ դուք իր խոսքին ուզում եք գուշակության փայտիկի պես, կախարդական փայտիկի պես օգտագործել Աստծո խոսքը։ Պատկառանք ունեցեք Աստծո խոսքից։ Հիշեք Եսայի մարգարեության 66 գլխի 2-րդ համարները։ Ահա սրան եմ մտիկ տալի, ասում է Աստված։ Իմ խոսքից դողացողին։ Ես խնդրում եմ, որ դուք դրան լուրջ վերաբերվեք եւ թույլ չտաք կախարդության ոգիների ազդեցությունը ձեզ վրա պոլիտիկայից հեռու մնացեք, որտեղ դրա մեջ կա մեծ կախարդություն, մեծ գուշակության ու կախարդության մանիպուլյացիայի ոգի։ Ձեզ մի գրային համար եմ ասում, կխնդրեմ, որ ուշադիր լինեք։ Երկրորդ ներողություն, երկրորդ Թագավորաց գիրք 15-րդ գլուխ երկրորդից մինչև 2 համարից մինչև 6 համարները կարդացեք։ Երկրորդ Թագավորաց 15 գլուխ 2-ից 6 համարները Աբիսողոմի մասին է։ Նա որ ուզում էր դառնալ թագավոր, առավոտ կանող վեր էր կենում, գալիս էր Իսրայելի առաջ եւ մարդկանց գրկում էր, համբյուրում էր, չգիտեմ, տարբեր տեսակ բաներ ասում, օ, եթե ինձ մենակ թագավոր դնեին, եթե ինձ դատավոր դնեին, ես սաղի դատը կլսեիմ, սաղի հարցերի պատասխանը կտայիմ։ Ու սուրբ գիրքն ասում է, որ նա այդպես էր անում շատ իսրայելացիների հետ եւ նրանց սիրտը գողանում էր։ Հիշեք մեր Հիսուսի, մեր Փրկչի խոսքերը Մարկոս ավետարան 8:15-ում։ Ինչա գրված։ Նայեք ինչ ասում մեր Տիրոջ խոսքը։ Պարզևով ասում է հերրու մնաց, զգուշ կացեք փարիսեցիների եւ հերովդեսականների թթխմորից։ Նայեք ինչ ասում է զգուշ կացեք փարիսեցիների եւ հերովդեսականների թթխմորից։ Իմ սիրելի աղբեր ու իմ սիրելի քույր, խնդրում եմ քեզ այդ պոլիտիկայի ոգու ազդեցությունից ես խնդրում եմ, որպեսզի դուք հեռու լինեք։ Ես խնդրում եմ, որպեսզի դուք ազատ լինեք այդ տեսակ ազդեցությունից, որտեղ դրա մեջ կա մանիպուլյացիայի ոգի, դրա մեջ կա կախարդության ոգի։ Դա սրտեր գողանալ, շատերը ուզում են սրա դրա մանիպուլյացիայով սրտեր գողան։ Հիշեք ապստամբությունը կախարդության մեղքի պես է։ Առաջի Թագավորաց 15-րդ գլուխ 22-23 խոսքերի մեջ գրված է սա։ Խնդրում եմ ձեզ, որ դուք ուշադիր լինեք, ամեն բարեգործություն չի, որ մեր երկնային հորից է իջած, որտեղ մի մոռացեք, Եդեմի պարտեզում կար մի ծառ, որի անունը բարու չարու գիտության ծառ։ Շատերի մոտիվացիան այդ ծառի պտուղից եկած է։ Շատերի դրդապատճառը այդ բարու չարու գիտության ծառի պտուղից եկած է։ Ես ուզում եմ, որ դուք հեռու լինեք, աղոթում եմ, որ Տերը քո սիրտը պահի։ Աստծո ներկայությունը, այն փառքը գնահատեք, խնդրում եմ ձեզ։ Այդ լուրերին այդքան մի ականջ տվեք։ Փորձեք նրա ներկայության մեջ 24 ժամ լինել։ Փորձեք պահել նրա սուրբ ներկայությունը։ Սուրբ հոգին այնքան զգայուն է, չգիտեմ ոնց դա ասեմ, բայց ուզում եմ Աստված, որ քո սրտի հետ խոսի։ Նա այնքան թանկ է Սուրբ հոգին, նա այնքան հարազատ է, նա այնքան մտերիմ է Աստծո հոգին, նա այնքան սիրելի է, նա այնքան քաղցր է, նա այնքան մխիթարող է, նա այնքան մխիթարիչ է։
Այնքան հիանալի է, այնքան նուրբ է Տերը։ Ես չգիտեմ, աղոթում եմ, որ Տերը օգնի քեզ, որ դու ճանաչես այն աստվածային Սուրբ Հոգին, որ մեր մեջ դրված է։ Նա այնքան սիրելի է, այնքան հարազատ է, այնքան մտերիմ է։ Ես աղոթում եմ, որ գնահատես իրան թանկ ներկայությունը։ Խնդրում եմ ձեզ, մի վիրավորեք Աստծո Սուրբ Հոգուն։ Խնդրում եմ, մի վիրավորեք Աստծո Սուրբ Հոգուն։ Մի վիրավորեք, նա թանկ է, նա հարազատ է։ Մի թույլ տվեք, որ այս աշխարհի ազդեցություններն ու մտքերը Տիրոջ Սուրբ Հոգուն վիրավորեն։ Այդ պալեցիկան, այդ չարախոսություններն ու կախարդությունները մի թույլ տվեք, խնդրում եմ։ Նա թանկ է, նա քեզ սիրում է։ Տերը ասում է, որ նա եկել է, որ մեզ հետ բնակվի, մեզ հետ լինի, հավիտյան մեզ հետ լինի։ Գրկեք նրան, ամուր գրկեք Աստծո Հոգուն։ Նա եկել է, որ քո մեջ բնակվի, քեզանից տաճար դարձնի։ Խնդրում եմ, թույլ մի տուր, որ այս աշխարհը ավազակների որջը քեզանից դարձնի։ Գնահատեք նրա թանկ ու սիրելի ներկայությունը։ Օրհնյալ լինի մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի սուրբ ու պատվական անունը։ Ծուլությունը վերավորում է Աստծո Հոգու ներկայությանը։ Վռնդեք ծուլությունը, խնդրում եմ։ Վեր կացեք, որոշում կայացրեք։ Ծուլությունը իրապես սա թշնամի Աստծո Հոգուն։ Կրոնի ոգին սա ողերիմ թշնամին Աստծո Սուրբ Հոգու։ Շարժվեք նրա լեցունությունով ու ճշմարտությունով։ Ամեն օր աղոթքի մեջ եղեք, անդադար նրա ներկայությունը սիրեք, խնդրում եմ։ Մի կորցրեք Աստծո ներկայությունը։ Ուղղակի 5 րոպեով աղոթքի մեջ միայն թող չլինի դա։ Ամեն օր, որ աշխատանքի տեղ նետում ես, նրա ներկայությունը տար քո հետ։ Մի թույլ տուր, որ ինչ-որ մի բամբասանք նրա ներկայությունը վիրավորի։ Խնդրում եմ, գնահատեք Աստծո Սուրբ Հոգին թանկ է, նա սիրելի է, նա ամենն է մեր կյանքի։ Փառք լինի Հիսուսին, օրհնյալ լինի նրա անունը։ Մնացեք խաղաղությամբ, սիրելիներ։